Մյուս խնդիրը, որով փորձում է սեպ խրվել մեր ժողովրդի երկու հատվածների մեջ, դա Ղարաբաղցի պաշտոնյաների խնդիրն է։ Ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը։ Ես այստեղ է որ պիտի մեկնաբանեմ, թե ինչով իմ պարտքը համարում, պարտականությունը համարում տալու ամփոփիչ մեկնաբանություններ։ Ես եմ եղել, որ նախ 1993 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցումով գնացել եմ Ղարաբաղ բանակցելու Սերժ Սարգսյանի հետ Հայաստան գալու համար, հետո ես եմ եղել, որ 1997 թվականին գնացել եմ Ստեփանակերտ բանակցելու Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի նա գա Երևան որպես վարչապետ։ Երկու դեպքում էլ տղաները դեմ էին, երկու դեպքում էլ Ղարաբաղի թիմը դեմ էր, մեկնաբանում էին, որ կտանեք, կօգտագործեք, հետո դուրս կթողնեք։ Երկու դեպքում էլ տղաները իրենք իրենցից ավելի հասուն գտնվեցին եւ եկան Հայաստան։ Սերժի մասին։ Սերժը 93 թվականին եկավ Վազգեն Մանուկյանից հետո, երբ Հայաստանում պաշտպանության նախարար չէր գտնվում։ Եվ Սերժ Սարգսյանի ավանդը Ղարաբաղի պաշտպանության կազմակերպման մեջ, Հայաստանի պաշտպանության կազմակերպման մեջ, Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպման, աշխատանքների կազմակերպման մեջ անուրանալի են։ Գոնե պաշտպանության նախարարությունում դուք չեք գտնի որևէ մեկին, որևէ հրամանատարի, որևէ կրտսեր հրամանատարի, որը կարող է դյուզն իսկ կասկածել Սերժ Սարգսյանի ազնվության, հայրենասիրության, քաջության եւ կազմակերպչական ջղի վրա։ Սերժ Սարգսյանը դառավ ներքին գործերի եւ անվտանգության նախարար միաժամանակ, որովհետեւ այդ նախարարությունը երբ որ միացվեց, դարձյալ առաջարկվեց Սերժ Սարգսյանին։ Քանզի ուրիշ մարդ չկար, եւ նա համաձայնվեց, գնաց այդ պաշտոնին։ Ընդ որում պաշտպանության նախարարությունից գնաց անվտանգության նախարարություն, անվտանգությունից միացված նախարարություն գնաց, անմռունչ, պարտքի խորը գիտակցությամբ երկրորդը պատվով է կատարել։ Հիմա այդ ահռելի նախարարությունը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ի պաշտոն է մարդը օրվա մեջ, ոչ թե ամսվա, առնվազն 10-20 100 մարդու վատություն անում ի պաշտոն է։ Եվ այդ ամբողջ վատությունը բարդել Սերժ Սարգսյանի, Սերժ Սարգսյանով Ղարաբաղի վրա, մեղմ ասած վատ բան է։ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բյուջեն, քաղաքական կյանքը գտնվում էր կաթվածահար վիճակում։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվեց Հայաստան գալ, երբ 3 ամսվա 95%-ով ընտրված նախագահ էր, երբ իր դիրքը չափազանց կայուն, ամուր եւ շահեկան էր, միայն մի պատճառով, որովհետեւ իրեն բացատրվեց նախագահ Տեր-Պետրոսյանի եւ իմ տվյալ դեպքում կարծիքը, որ մեր պատերազմը արդեն դուրս է եկել հերոսության դաշտից եւ մտել է տնտեսական քաղաքական դաշտ։ Եվ տնտեսությունն է որոշելու այսուհետ մեր հաղթանակի Ղարաբաղի ճակատագիրը։ Դա այն պահն էր, երբ գոնե պաշտպանության նախարարությունում ինձ քաջը հայտնի, ես արդեն 2-3 ամիս է անգամ վառելիքի փող չէի ստանում։ Երբ վճարված չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բյուջեին փող չկար, երբ քաղաքական վիճակ այնքան սրված էր, յուրաքանչյուր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմներ էին սպասվում։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը եւ քաղաքական առումով եւ տնտեսությունը զարգացնելու կամք գործադրելու եւ աշխատունակության առումով լավագույնն է։ Եվ դա այդպես էլ կա։ Դա էր պատճառը, Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան։ 9 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հրաշքներ գործել չէր կարող։
բայց 9 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց 12 ամսվա բյուջեն կատարել։ Հաջողվեց կայունացնել տնտեսությունը։ Հաջողվեց վճարել բոլոր պարտքերը աշխատավարձերի թոշակների։ Հաջողվեց ստեղծել պլատֆորմ, որից այն կողմ 98 թվականին, 99 թվականին, եթե չլինեն քաղաքական վայրեվերումներ, Ռոբերտ Քոչարյանը եւ իր կառավարությունը անկասկած ունենալու են լուրջ հաջողություններ։ Ռոբերտ Քոչարյանը հավատում է դրան, նա աշխատում է օր ու գիշեր։ Եվ ես գորե չեմ սխալվել, որ գնացել եմ նրա հետևից։ Իմ խեղճի առաջ մաքուր եմ։ Եվ ես այս ամենի մասին չէի կարող չասել, որովհետև իրենք չեն կարող նստել այսպես խոսել։ Որովհետև հարվածը գոտկատեղից ներքև է խփնվում։ Եվ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են ինչ որ մարդկանց պատճառով։ Այդ մարդկանց վերջին հաշվով կարելի է փոխել, բայց այդ մարդկանց մեղքերը բարթել Քոչարյանով Ղարաբաղի ժողովրդին շինել քավության նոխազ, դա մեղմ ասած վատ բան է։ Վաղը մյուս օրը կարող ենք Քոչարյանի վրա բարթել նաև հացի թանկացումը եւ այդ կարգի մի շարք բաներ։ Ես ուզում եմ ձեր միջոցով դիմել մեր ժողովրդի ինքնագիտակցությանը։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց կյանքով խնդրելով չէ, որ եկել են այստեղ, եկել են որ մեզ օգնեն, որ մենք միասին նույն գործն անենք։ Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտցի լինելու